Սիրելի հայրենակիցներ, համաժողովրդական շարժումը բավականին մեծ աշխարհագրական դիրք զբաղեցրեց, ամբողջ աշխարհով հայությանը համախմբելով եւ ներկայացնելով մի շարք կնճռոտ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն ստացել իրենց դրական լուծումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Ծառուկյան խմբակցությունը դեռևս նախընտրական ժամանակահատվածում ներկայացրեցին Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող 15 կետեր, որոնք դարձան մեր ծրագրային հիմնական դրույթները, որով մեր ժողովրդին ներկայացնելով շարժվեցինք առաջ։ Այսօր էլ մենք գտնում ենք, որ հենց համաժողովրդական շարժման ֆորմատի ներքո մի շարք խնդիրներ ամփոփված են հենց այդ 15 կետերի մեջ։ Մենք հիմա էլ ասում ենք եւ բարձրաձայնում ենք, երկրում կան մի շարք կնճռոտ հարցեր։ Անարդարության մթնոլորտը պետք է իսպառ վերածվի եւ գործնական քայլեր պետք է արվեն։ Արդեն իսկ համաձայնություն կա եւ կառավարությունում ներգրավված են մեր գործընկերներն ու թիմակիցները։ Մենք վճռական ենք եւ աշխատելու ենք ի բավարարություն հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության։ Մենք շատ լավ գիտակցում ենք յուրաքանչյուր ոլորտում որքան մեծ խնդիրներ կան։ Ծանրացած այս խնդիրները մեկ օրվա խնդիրներ չեն, մեկ տարվա խնդիրներ չեն, տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ են։ Մեր քաղաքական թիմը ունի սկզբունքներ, Գագիկ Ծառուկյանը ունի շատ հստակ սկզբունքներ եւ մոտեցումներ աշխատանքի հետ կապված, եւ այս սկզբունքները բոլորի համար ընդունելի են եւ յուրաքանչյուրն էլ իրենն է համարում։ Մենք պետք է օր ու ժամ չխնայելով աշխատենք, քրտնաջան աշխատենք, որպեսզի կարողանանք դրական փոփոխություններ արձանագրել։ Մեր ժողովուրդը սպասում է այդ փոփոխություններին եւ մեր ժողովուրդը արժանի է, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան։ Եվ ուրեմն ի գործ։